Բառացիորեն երկու օր առաջ ավետիքի հետ խոսում էինք եւ հաշվի առնելով այս տենդենսը անդադ ամեն օր ձերբակալել քաղաքական գործիչներին, հատկապես նրանք, ովքեր ամենասուր քննադատության են ենթարկում այս ռեժիմին եւ նրա պարագլխին, սպասելի էր էլ այս քայլը, այսինքն ավետիքին ինչ որ առումով սպասում էր եւ բազմաթիվ անգամ խոսացել ենք, ասում էր որ հաջորդը ես եմ։ Հետևաբար ինչ որ առումով պետք չի սպասել, թե ինչի մեջ են մեղադրեք։ Մեղադրանք ոնց ասում կկարեն ցանկացած դեպքում։ Կարևոր է պատճառ լինի։ Պատճառը ռեժիմին քննադատելն է, ուրիշ պատճառ չկա, այսինքն մի փնտրեք այդտեղ ինչ որ կեղծ բաներ, որ իրանք ամեն անգամ բոլորի վրա կարում են։ Նորից եմ գրում, ցանկացած գործ, ցանկացած մարդու վրա կկարեն, էլի, այնտեղ 30-ական թվականին հայտնի Ստալինյան տերորի ժամանակ ասում են լինի մարդ, գործը միշտ էլ կկարենք։ Հիմա էսա մարդուն գտել են, գործն էլ կարում են։ Ես համոզված եմ նայեք, իրանք էլ ապուշ չեն, հասկանում եմ, որ բոլորին լրացնել չեն կարող, բայց իրանք ուզում են ստեղծել մի իրավիճակ, որը կոչվում է վախի մթնոլորտ, այսինքն խորացնել վախի մթնոլորտը, փորձել ինչքան հնարավոր է քիչ մարդ ելույթ ուներ իրենց դեմ խոսել։ Ես էլ ընդհակառակը կարծում եմ հենց հակառակը, ի հակառակ սրան, պետք է հնարավորին շատ մարդիկ խոսեն, անկախ իրենց քաղաքական ստատուսից, անկախ նրանց այս մարդիկ քաղաքականությամբ են զբաղվում թե ոչ, հետաքրքրում են քաղաքականությամբ թե ոչ, որովհետև հայտնի են խոսքա, չէ, ժամանակին, երբ որ մի կաթոլիկ միսիոներ էր ասում էր, երբ որ Հիտլերին Գերմանիայում ձերբակալում էին հրեաներին, ես լռում եմ, որտեվ ես հրեա չեմ, եւ ձերբակալում էին կոմունիստներին, ես լռում եմ, որտեվ կոմունիստ չեմ։ Երբ որ եկան ինձ ձերբակալել, էլ մարդ չէր մնացել, որ իր բողոքի ձայնը անի։ Հիմա նույնը, եթե այսօր մարդիկ չբողոքեն, վաղը միսերը բոլորի հետևից են գալ, թող չկարծեն այն մարդիկ, ովքեր կարծում են լուր տեղերում լուր նստած են, ձայն չեն անում, իրենց չեն հիշել։ Հիշելու են բոլորին։ Թեկուս ելույթներով, թեկուս իրանց խոսքով, թեկուս արտահայտվելով, հասկանում եք, որպեսզի հասկանան, որ այս իրավիճակի հետ մարդիկ հաշտ չեն պատրաստում լուր գլուխները կաղ գնան ու սպասեն միայն զբաղվեն իրենց ընկերների խնդիրներով, որտեղ Ավետիք Չալաբյանի խնդիրի հիմքում Հայաստանի անկախության վերացման գործընթացն, որ սկսել են սրանք, Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին վաճառելու գործընթացն եւ դրա դեմ դիմադրելու հարցը, մնացածը արդեն կեղծիք է։ Հիշենք, Հայաքվեն ինչից է ստեղծվել, Հայաքվեն ստեղծվել է Արցախի պաշտպանության դրոշի ներքո ու հետագայում մենք հասկացանք, որ ոչ միայն Արցախի խնդիրը, այսօր Հայաստանի պաշտպանության խնդիրը կա։ Հայաստանը մաս-մաս տալիս են այս մարդիկ։ Մյուսներն էլ իր գործընկերները այսպես կոչված մեծ փառատոններ են անում, մեկ Օրդուբադում, մեկ հիմա էլ Գանձակում, հիմա էլ պատրաստում են Բրյուսելում են տենց համաժողովարը, հիմա էլ պատրաստում են Վաշինգտոնում կոնգրեսում լսումներ անցկացնել Արևմտյան Ադրբեջան վերադարձ ծրագրում։ Հասկանում ես, քանի իրանց դեմ դիմադրություն չկա, մեր ամբողջ ուժը ցավոք սրտի կենտրոնացած է այսօր ռեժիմի դեմ, որ նրանց փաստաբաններն են Հայաստանում։ Մենք խնդիր ունենք։ Նախ պետք է սրանց հեռացնենք, որ հետո կարողանանք Ադրբեջանի դեմ պայքարել, որտեղ իրանք մաս-մաս Հայաստանը գրավում են առանց տանկերի։ Ընդհակառակը, եկեք փաստերին եկել է վերջին 8 տարում ինքը 3 մեծ խոշոր պատերազմ ա բերել Հայաստանի դեմ։ Հիշենք վերջին 35 տարում երբ եղել որ 8 տարվա ընթացքում 3 տարբեր պատերազմ են եւ 3-ն էլ ինքը տանուլատում է։ Ինքն է հենց պատերազմի հրձիկը, ինքն է հենց պատերազմ սկսում։ Ու պատերազմի պատճառը ոչ թե այս կամ այն խոսքն է, ոչ թե այս կամ այն պահվածքը։ Պատերազմի պատճառը այն է, որ թշնամին տեսնում է, որ իր առաջ թույլ մարդ է, բավականին խղճուկ ու ողորմելի, որը կարող է միայն իր քաղաքացիներին տերորի ենթարկի եւ իր քաղաքացիներին նստածնի բանտեր ուղարկի։ Իսկ երբ որ Ադրբեջանի ղեկավարը իրան խեղկատակ ծաղրածույա կոչվում, ինքը իրանք չեն պատասխանում։ Եվ որ նույն ղեկավարները ասում որ 300,000 ադրբեջանցի են բերելու, իրանք նույնիսկ չեն պատասխանում, իրանք մեզ են պատասխանում։ Մեզ մի պատասխանեք ադրբեջանցիներին։ Ունեք այդ համարձակությունը։ Կարակ դա անեք, թող անեն։ Թե չէ լուր Թե չէ լուր նստած սպասում են, թե ով ինչ կասի, երբ կասի, ոնց կասի։ Սա է ցավոք սրտի իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը մեծ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հետ կապված Հայաստանի Հանրապետության 500,000 քաղաքացիների հետ վերադարձը Ադրբեջան կանխելով մենք կանխել ենք այդ 300,000-ի վերադարձը։ Սուտ է խոսում, որտեվ հիշեք էլ այս նույն մարդիկ բառացիորեն
2018 եկան իշխանության մի տարի հետո ասում են եւ իրենց մեղադրում են, որ Արցախ եկել են Արցախ հանձնելու 2019-20 թվականի կեսերին անդադ ռեպորտաժներ էին անում, դուրս են գալի, ինչ Արցախ հանձնել են եւ այդտենց հումորային։ Հիմա նույն հումորայինի բանն է, իսկ հայելանման եթե ինչ-որ մի բան կա, ապա այս համատությունն է հայելանման։ Եվ իրանք 2019-20-ին դուրս են գալի, ասում են հանձնենք Արցախը, բայց հանձնին չէ վերջ։ Հավատացեք 300,000 ադրբեջանցիներ կգան Հայաստան, եթե սրանք շարունակեն մնալ իշխանության։ Սա է ճշմարտությունը։ Ու այ համատությունը սրա մեջ տեսեք։ Նայեք, եթե իրանց մոտ ամեն ինչ հաջողված լիներ, իրանք ընտրություններում հաջողության հասած լինեն, իրանք հիմա չեն սկսես տերորը։ Նայեք, բարիս բուն իմաստով տերորը սկսած ընդդիմության նկատմամբ ցանկացածի դեմ, ով իրանց դեմ է խոսում։ Ինչի մասին է խոսում։ Հաղթել են, չէ՞ կարծես թե ճակերտավոր ասած, կեղծել են ընտրությունները, կեղծիքով ամեն ինչով իբր թե հաղթել են։ Բախեն, ինչի հետևից են վախեցած։ Ինչ են մարդկանց հետևից ընկել, որն է պատճառը։ Ուրեմն իրանք են, չէ, վստահ չեն իրանք իրենց վրա։ Ուրեմն վստահ չեն իրենց այսպես կոչված այդ կեղծ հաղթանակի վրա։ Հետևաբար բոլորը հետևից է գալու են։ Այլ կերպ իրանք չեն պատկերացնում իրենց իշխանություն պահելը ու վստահել չեն, որ թե զարգացումները ոնց կգնա։